Երևանի մետրոյի երթևեկության ավելի քան 1 ժամ տևած խափանումը վերացվել է և լիարժեք վերականգնվել։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են բնականon, երկկողմանի ռեժիմով, հայտնել է մետրոպոլիտենի ղեկավարությունը։ Հոսանքի տատանումների պատճառով մետրոյի բաց հատվածում խափանում էր տեղի ունեցել։ Սասունցի Դավիթ կայարանում ուղևորներին իջեցրել էին վագոններից և երթևեկությունը կատարվել էր 1 գծանի երկկողմանի ռեժիմով։ Գարեգին Բ. Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, հայտնել ենք քննչական կոմիտեից և հավելել, որ այն քննության կառնվի օրենքով սահմանված ժամկետում։ Հաղորդվում է, որ վեհապար հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվելու համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի ուղարկավորությանը։ Ավելի վաղ վեհապարը պաշտոնապես հրավիրվել էր մասնակցելու արարողությանը, սակայն երկիրը լքել չի կարող։ Արդեն 1 ամիս է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և արգելվել է նրա ելքը Հայաստանից։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը Լենտարուի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե եթե իրենք չվերընտրվեն, Հայաստանին կործանիչ պատերազմ է սպասվում։ Ըստ խորհրդարանականի, վարչապետի նման գործելավոճը պայմանավորված է ազգային շահերից հրաժարվելով և բնակչությանը վախեցնելու միջոցով իշխանությունը պահպանելու ձգտմամբ։ Ըստ Զատուլինի, սա հստակ ռազմավարություն է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում դիրքերը պահպանելու համար։ Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծել է, որ պատերազմի հավանականությունը ցածր է, քանի որ Հայաստանին պաշտպանում է առաջին հերթին Ռուսաստանը և ՀԱՊԿ պայմանագիրը։ Ըստ Զատուլինի, իշխանությունները փորձում են թաքցնել այս իրողությունը, դավաճանելով դաշնակցային հարաբերություններին և փոխզիջումներ փնտրելով այն հարևանների հետ, որոնք բացահայտ ռազմատենչ մտադրություններ ունեն։ Սպանվել է Իսլամական Հանրապետության Պահապանների կորպուսի գեներալ և մամուլի խոսնակ Ալի Մոհամմադ Նայինին, հայտնել է Իրանի պետական հեռարձակողը։ Իրանի նախագահը զգուշացրել է, որ եթե միջազգային հանրությունը վճռականորեն չդիմադրի այս ճգնաժամին, այս կրակը շատերին կայրի։ Փեզեշքյանի խոսքով սիոնիստական ռեժիմի նպատակը պետական ահաբեկչությունն է։ Այս ամենին զուգահեռ Իրանը հարվածել է Էրբիլի հարիր-ամերիկյան բազային։ Խոցվել է 3 կարևոր օբյեկտ, այդ թվում կենտրոնական ռադարը։ Իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները ամբողջ գիշերը աշխատել են Իսրայելի և Ծոցի երկրների ուղղությամբ։ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ ենթարկվել են ԱԹՍ և հրթիռային հարձակումների։ Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ բեկորների ընկնելուց պահեստներից մեկում բռնկված հրդեհը մարվել է։ Իրանի զինված ուժերը նաև հրթիռների մի քանի ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հանրային հեռարձակողը հայտնել է Հայֆայում բռնկված հրդեհի և երկրի հյուսիսային 2 այլ վայրերում բեկորների ընկնելու մասին։ Բեկորներ են ընկել նաև Երուսաղեմում։ Իսրայելի բանակը ի պատասխան թիրախավորել է Իրանի կառավարական ենթակառուցվածքները մայրաքաղաք Թեհրանում։ Բացի այդ, ավիահարվածի է ենթարկվել Իրանի հարավում գտնվող Բորաշջան քաղաքի հրթիռային բազան։ Բազմաթիվ պայթյուններ են որոտացել երկրի հարավ-արևելքի քաղաքներում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հաքսեթը հայտնել է, որ մինչև օրս հարվածել են ավելի քան 7000 թիրախների ողջ Իրանում։ Մտադիր չեմ ցամաքային զորքեր ուղարկել Իրան, բայց եթե անգամ ուղարկեի, ձեզ չէի ասի։ Լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարցը արդիական է այն ֆոնին, որ Պենտագոնը պատերազմական գործողությունների համար կոնգրեսից խնդրել է $200 միլիարդ։ ԱՄՆ-ն դիտարկում է Խարկ կղզու գրավման կամ Սպահանի ստորգետնյա միջուկային օբյեկտը զավթելու հնարավորությունը, ինչը կարող է պահանջել ցամաքային ուժերի ներգրավում։ Արդեն իսկ 2500 ծովային հետևակայիններ տեղափոխվել են տարածաշրջան։ Նախագահ Թրամփը նաև հասցրել է դժգոհություն հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուից Իրանի գազային դաշտերի ռմբակոծման համար, պնդելով, որ ինքն ասել է դա չանել։ Թրամփը նշել է, որ Իսրայելը ձգտում է հասնել Իրանի պետական փլուզմանը, մինչդեռ ինքը փորձում է պահպանել էներգետիկ ենթակառուցվածքները համաշխարհային շուկայում ցնցումներից խուսափելու համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան Էդ Դաֆրա ռազմաբազայի ուղղությամբ իրականացված հարվածների մասին։ Իրանական լրատվամիջոցները տարածում են տեսանյութեր ու պնդում, որ այդ շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերը չեն գործել։
Կենտրոնական շտաբի հրամանատար Խաթամ Ալ-Ալմբյան հայտարարել է, որ Թեհրանը դեռ բազմաթիվ անակնկալներ ունի Վաշինգտոնի համար, որպես օրինակ նշելով ամերիկյան F-35 կործանիչի խոցումը։ Թեպետ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք ցամաքային զորք չեն մտցնի Իրան, այնուամենայնիվ չեն դադարում տեղեկություններ շրջանառվել, որ ԱՄՆ-ն կարող է ծովային հետևակայիններ ներգրավել իրանական կղզիները գրավելու եւ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը ապահովելու նպատակով։ Զուգահեռաբար Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում որոշում չի կայացվել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ ԵՄ առաջնորդները կոչ են արել կողմերին դադարեցնել Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ Այս առաջարկով ԵՄ-ն փորձում է թույլ չտալ, որ պատերազմի ընթացքում թիրախավորվեն նավթահորերը, գազամուղներն ու էլեկտրակայանները, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ ճգնաժամի։ First of all, I just want to say I'm alive. 20-օրյա օդային հարձակումներից հետո Իրանի հրթիռային եւ միջուկային ենթակառուցվածքները ջախջախված են եւ երկիրն այլևս չի կարող ուրան հարստացնել, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հավելել է, որ իրենք ոչնչացրել են նաեւ Կասպից ծովում գտնվող իրանական ամբողջ նավատորմը։ Նեթանյահուի խոսքով Իսրայելի նպատակն է ոչնչացնել թշնամու ռազմական ներուժը եւ հնարավորություն տալ իրանցի ժողովրդին տապալել ռեժիմը, որտեղ իրենք կառավարման լուրջ ճաքեր են նկատում։ Ըստ նրա, եթե Իսլամական Հանրապետության դեմ վերջին գործողությունները չիրականացվեին, ապա մեկ տարվա ընթացքում Իրանը կունենար միջմայր ցամաքային հրթիռներ, որոնք կհասնեին ԱՄՆ։ Վարչապետը հավելել է, որ ինքն ու Դոնալդ Թրամփը լիովին համակարծիք են Իրանի սպառնալիքի հարցում։ Նա երգել է լուրերը, թե Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ։ Իսրայելի դեսպանը լքել է Ռուսաստանի արտգործնախարարության շենքը առանց որևէ մեկնաբանություն տալու։ Նրան դիվանագիտական գերատեսչություն էին կանչել Լիբանանի հարավում Russia Today հեռուստաալիքի նկարահանող խմբի ուղղությամբ հասցված հարվածից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել 3, երբ նկարահանող խումբը ռեպորտաժ էր պատրաստում հրթիռակոծությունների վայրից։ Բարեբախտաբար թղթակիցն ու օպերատորը ողջ են մնացել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը լիովին արգելել է միության անդամ երկրներին ռուսական գազ գնել։ Արգելքն ուժի մեջ կլինի նույնիսկ եթե Եվրոպայում էներգապաշարների պակաս լինի, որը կհանգեցնի էլեկտրաէներգիայի անջատումների։ Մենք ունենք հստակ նպատակ եւ հավատարիմ ենք մեր նպատակին։ Մենք շարունակելու ենք էներգետիկ հարվածի վերափոխումը, այն փոխադրելով կանաչ եւ Եվրոպայում արտադրվող էներգիայի, ասել է նա։ Ռուսական էներգակիրներ չգնելու որոշմանը մշտապես դեմ են եղել Հունգարիան եւ Սլովակիան։